Ողջույն բոլորին, այս տեսանյութում հաջորդ շաբաթվա կանխատեսումն է մարտի 23-ից մինչև 29-ը ընկած ժամանակահատվածի համար։ Խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին մարտի 23-ից 29-ը։ Բավականին շատ եք շփվելու տարբեր մարդկանց հետ, նաև դա անհանգստություն է, բամբասանք, նաև լեզվակռիվ ինչ-որ մեկի հետ։ Տեսնենք անձնական կյանքը։ Անձնական կյանքում այստեղ ձեր հարաբերությունները առաջ են գնում, որոնք որ կանգնած էին, որոնք որ միգուցե վիճել էիք իրար հետ եւ այլն, նաեւ եթե նոր եք ծանոթանում դիմացինի հետ, արդեն ծանոթացել եք, ապա եւս այդ հարաբերությունները առաջ են գնում։ Նաեւ սա նոր ծանոթություն է, բայց այդ ծանոթությունը շատ երկար չի տևի, շատ կարճ կտևի, որովհետեւ դա այս ծանոթությունը, այս քարտով ծանոթությունը ընդամենը ոնց որ մեկ օրվա համար է, ուրիշ ոչինչ։ Նաև հյուրեր կարող եք ընդունել այս շաբաթ եւ մնան ձեր տանը, բավականին, հա, մեկ շաբաթ մնան կամ դուք գնաք հյուր իրենց տանը մնաք։ Ձեր տան անդամներից որից նորություն կլսեք, տեղեկատվություն, նաև շատ կարևոր ձեզ համար որևիցե փաստաթուղթ կարող եք ստանալ, որևիցե փաթեթ կարող եք ստանալ, որ ինչ որ գործեր էր կանգնած եւ հիմա այն կկարողանաք առաջ տանել։ Աշխատանքի հետ կապված նույնպես շատ աշխատանք կունենան ոմանք կամ կգնաք նաև գործուղման։ Աշխատանքի հետ կապված այդպես անընդհատ ճանապարհներին կլինեք, այս ու այն կողմ կգնաք։ Նաև աշխատանք կարող եք գտնել, որը կապված է ավելի շատ դրսի հետ, ճանապարհների հետ, կամ դա տաքսի է, կամ օրինակ ավտոբուսի վարորդ է, կամ մեկ այլ, հա, եթե կին եք մեկ այլ առաքմամբ եք զբաղվում։ Նաև կարող եք մեքենա գնել, օրինակ աշխատանքի համար հատուկ, որ այդ մեքենայով կարողանաք ապրանքներ օրինակ բաժանեք կամ հատուկ ինչ-որ նպատակի համար, եթե օրինակ բիզնես ունեք, միգուցե դուք եք ձեր բիզնեսը այդպես բիզնեսի համար է տանում բերում ինչ-որ բաներ, ապրանքներ։ Գումարի հետ կապված բավականին էմոցիոնալ կլինեք, կարող է նաև էմոցիաների ազդեցության տակ ավելի շատ գնումներ կատարեք։ Նաև սա կարող խոսակցություն է գումարի հետ կապված, դիմացինի ծախսերի հետ կապված, կամ ինչ-որ բան եք տեսել, դուք եք գնել, ձեզ հետ են վիճում, կամ ձեզ հետ են լեզվակռվի մեջ մտնում, որ ինչու եք գնել, կամ պարտքերի պատճառով է սա։ Նաև միգուցե վճարներն է, որ դուք օրինակ համաձայն չեք այդ գումարը վճարելու, ինչ-որ բաներ կան, շտրաֆներ կարող կան եւ դուք համաձայն չեք։ Սա նաև գումարի հետ կապված թաքուն գումար կարող եք աշխատել, վաստակել, ոչ ոք ինչ ասեք այդ գումարի մասին, կամ թաքուն եկամտի աղբյուր է սա եւս, որ էլի ոչ ոքին չեք ասում այդ մասին։ Թաքուն եք գործում։ Նաև կարող է ձեր մայրիկին հարկավոր լինի գումար, իրեն գումար տակ, կամ միգուցե ձեզ է հարկավոր, ձեզ է աջակցում։ Իսկ առողջության հետ կապված, եթե այնտեղ վիճում եք, լարված եք, միգուցե այստեղ ճանապարհներին եք անընդհատ, դա կարող է բերել գերհոգնածություն, որ պետք է հանգստանաք։ Նաև եթե գարուն է արդեն, գուցե որոշում եք տունը ու բորկաները կամ վերանորոգում, եւս այստեղ պետք է ուշադիր լինել մրսածության հետ կապված, որպեսզի չմրսեք։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք ցուլերին։
Ինչ է սպասվում ցուլերին մարտի 23-ից մինչև 29։ Աշխատանք, շատ աշխատանք կունենաք անելու, նաև դա բարձրունքի աշխատանքում, առաջ խաղացում է աշխատանքում, դա երևի սա ինձ չի վերաբերվում հատկապես այս աշխատանքով, որովհետև այս աշխատանքով անհնարին է։ Նաև դա կարող եք այցելել պետական հիմնարկություն, պետք է այցելել, դա կարող է լինել ուսման կենտրոն, դա կարող է լինել բժշկական կենտրոն, որտեղ որ կայցելեք։ Նաև ռեստորան է, կարող է շաբաթ գնում եք ռեստորան, առիթ ունեք և գնում եք նշելու։ Ամենայն դեպս ոմանք ովքեր որ աշխատանք են փնտրում, հավանականությունը մեծ է, որ այնտեղից զանգարեն ձեզ, միգուցե խոսեք կամ խոսում եք տանը աշխատանքի մասին, կամ ձեր կամ ինչ-որ մեկի։ Նաև ձերը չի, ձեր ընտանիքի անդամներից ոչ մեկի մոտ աշխատանքի այդպես բարձրունք է, բարձրացում է։ Տեսնենք անձնական կյանքը։ Ահա, այստեղ անձնական կյանքում խնդիրներ կան։ Խոչընդոտներ են։ Միգուցե իրար չեք հասկանում, միգուցե ինչ-որ հարցեր են, որը պետք է հանգիստ ավելի լուծեք։ Չհասցնեք այստեղ գործը դատական համակարգ, այսինքն դա նշանակում է բաժանվել եւ այլն։ Միգուցե ընտանիքում է ինչ-որ մի խոչընդոտ եւ այդ խոչընդոտը պետք է հաղթահարեք, այդ խոչընդոտը պետք է լուծեք, ոչ թե հարաբերություններում է խոչընդոտ, այլ տանը։ Միգուցե ինչ-որ մի բան այնպես չէ։ Նոր հարաբերությունները եւս այստեղ կամ չի ստացվում շփվել, շարունակել իրար հետ շփվել, չի ստացվում նաեւ ծանոթանալ դիմացինի հետ, եթե օրինակ տղա եք, ոնց որ չեք կարողանում լեզու գտնել կամ չեք կարողանում մոտենալ, թույլ չի տալիս։ Ինչ որ պահեր են այստեղ անձնական կյանքում, որը խոչընդոտներ են։ Աշխատանքի հետ կապված ոչ է ուղի ձեզ համար կընտրեք այդ ուղով շարունակելու համար։ Միգուցե ինչ-որ գործունեություն է, որ ուզում եք անեք, եւս այստեղ աշխատանքը կա։ Ինչ-որ մի բան է, միգուցե մտածում եք, կամ այս շաբաթ կմտածեք, որ օրինակ ուզում եք այս գործով զբաղվել, ուզում եք այս միգուցե բիզնեսով զբաղվել, ուզում եք այստեղ դիմել աշխատանքի համար, կամ վերջ, աշխատանքից ազատվում եմ, կամ ընդունում եմ այս աշխատանքի հրավերը, ինչ-որ մի բան է, որը ուղղությունը այս շաբաթ կընտրեք ձեզ համար, որը որ ձեզ համար ավելի լավն է։ Գումարի հետ կապված այստեղ կունենաք երկու եկամտի աղբյուր, միգուցե դա է, հա, ուզում եք կարող է լավ ինչ անել, որ եւս էլի եկամտի աղբյուր ունենաք։ Այստեղ ցույց է տալիս, որ այո, եւս կունենաք եկամտի աղբյուր։ Կամ ընտրություն կանեք եկամտի աղբյուրների միջև, որն է լավ, որն է վատ, հենց քիչ առաջ ես հենց այդ մասին էի խոսում։ Ինչ-որ մի բան է, որ դա օրինակ, եթե ձեզ ինչ-որ մի գործը գումար չի բերում, դուք կարող եք այդ գործից հրաժարվել, հա, եւ այդպես ընտրություն կատարել, որն է ավելի եկամտաբեր ձեզ, ինչը կարող եք անել։ Եվ հենց սա էլ է, այս երկուսը միասին ոնց որ իրար հետ են խոսում եւ այստեղ եւս աշխատանքն է։ Եվս ձեր կարիերայի հետ կապված հարցերն են, որոնք էլի ձեզ կարող են տանջել եւ վերանայում եք այդ պահը։ Իսկ կառուցության հետ կապված սա կանացի օրգաններն են, տղամարդկանց սեռական օրգանները, հատկապես վարակների նկատմամբ պետք է ուշադիր լինեք, եւ սա նաեւ հորմոններն են, եւ կանացի եւ տղամարդկանց։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք եկվորյակների։ Ինչ է սպասվում եկվորյակներին մարտի 23-ից 29։ Ընդհանուր ֆոնը սա ուրախ պահեր են։ Ուրախություն, անակնկալներ, նվերներ, միգուցե նաև այստեղ ժամադրություններ, ովքեր որ միայնակ են, կարող եք ծանոթանալ
հակառակ սեռի ներկայացուցչի հետ եւ ժամադրվեք։ Նաեւ դե ծնունդ կարող է լինել, որը եւս ուրախացնի ձեզ։ Գնաք տրամադրությունը բարձրանա այնտեղ։ Անձնական հարաբերությունները։ Ուրեմն անձնական հարաբերությունները այստեղ կայուն են, ամեն ինչ նորմալ է, խաղաղ է, եթե ինչ-որ խնդիր կար, ապա այստեղ ավելի շատ խաղաղվում է այդ խնդիրը եւ ոչ մի այստեղ անկայուն բաներ չկա հարաբերություններում։ Եթե նոր եք ծանոթացել, այդ հարաբերությունները ավելի կանոնավոր կլինեն, ավելի կհասկանաք, որ այդ հարաբերությունները գնում է դեպի լավը, հա, գնում է դեպի ընտանիք, գնում է դեպի ավելի է խորանում։ Նաև դե եթե խնդիր կար, ապա կամ ընտանիքում ոչ թե իրար հետ կապված խնդիրներ էր, այլ ընտանիքում որևիցե հարցեր կային, ինչ որ խնդիրներ կային, ապա այդ խնդիրները կլուծեք եւս այս շաբաթվա ընթացքում։ Աշխատանքի հետ կապված կարող եք ոչ թե տղամարդու հետ կապված այդտեղ պատվեր վերցնել իրենից կամ իրար հետ սկսեք աշխատել, միգուցե սովորեցնում եք աշխատանքի հետ կապված ինչ-որ պահեր։ Նաև միգուցե ձեր տնօրենն է, ձեր մենեջերն է, ում հետ այս շաբաթ ավելի շատ կշփվեք, ավելի շատ առիթ կլինի միասին լինելու։ Կամ ընկերն է, ում հետ կարող բիզնես եք բացում, բիզնես գործընկերն է, լինի դա ձեր եղբայրը, ընկերը եւ այլն, ինչ-որ մեկը, միասին կարող եք որոշել ինչ-որ մի գործ սկսել։ Եվ գումարի հետ կապված, այստեղ կամ մեծ խոշոր գումար եք ստանալու, կարող է նվեր է, կարող է ժառանգություն է, հա, ինչ-որ մի բան է այստեղ կստանալ մեծ գումար եւ ավելի շատ կձգտեք ավելի հարստության։ Սա հեղինակավոր մարդն է եւ գումարը, երբ որ մարդը շատ ունի, եւս համարվում է հեղինակավոր մարդ։ Կամ դրան եք ձգտում, կամ այս շաբաթ դրան կարող եք հասնել նաեւ, հա, որ ձեր եկամուտները այնքան լավանան, կամ միգուցե ժառանգությունը, հա, այնպես, կամ միգուցե վարկ եք վերցնում եւ այդ գործը դնում եք ոչ թե գումար դնում եք ոչ թե գործի մեջ, որը ձեզ էլի եւս հեղինակություն կտա։ Միգուցե իրար հետ այստեղ ինչ որ բաներ եք անում։ Նաև սա եթե մեկը մյուսին օրինակ պարտքի է, այստեղ արդեն կարող է խառնվել կամ պետական աշխատողը կամ ոչ թե հեղինակավոր մարդ։ Նաև գումար կարող եք այստեղ վճարել պետական հիմնարկությանը կամ օրինակ պետավտոտեսուչը կարող եք կանգնեցնել եւ այդպես գումար վճարեք։ Իսկ առողջության հետ կապված ուշադրություն դարձրեք մազերին, դեմքին, գուցե պետք է երիտասարդացման պրոցեդուրաներ անել կամ մեկ այլ բաներ, որոնք որ կգեղեցկացնեն, ավելի կփայլի ձեր դեմքը։ Եվ իհարկե մազերին, մաշկին եւս ուշադրություն դարձրեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին մարտի 23-ից 29։ Ընդհանուր ֆոնը բորբոքված եք, անհանգիստ եք, միգուցե ինչ-որ մեկը կարող է ձեզ կատաղեցրել է, ինչ-որ մի բան է ձեզ կատաղեցնում, տեսնենք միգուցե երևա այստեղ, որ ոլորտն է։ Անձնական կյանքը խեցգետինների։ Անձնական կյանքն է այստեղ մտել են, միգուցե մի հատ սուտասան է մտել ձեր կյանքը օրինակ, եթե միայնակ եք կարող է նման ինչ-որ մեկը, որ ձեզնի արդայնացրել է իր ստերով, միգուցե շփվել եք հետը եւ հետո հասկացել եք, որ խաբեբայ է կամ խաբել է, չի շարունակել շփվել եւ այդպիսի բորբոքված վիճակ է ձեզ մոտ իր պատճառով։ Նաեւ
Նա կարող է լինել ինչ-որ մեկը, որ գիթե մտցնում է ձեր ընտանիք եւ այդպիսով է խաթարում ձեր ընտանեկան կյանքը եւ դրա համար եք այդպես բարկացած, չգիտեք ինչպես միգուցե հանեք իրեն ձեր կյանքից, հա, ձեր շրջապատից։ Դե մի թողեք ուղակի։ Կամ միգուցե ձեր ընտանիքի անդամներից մեկն է սուտ խոսացել, ինչ-որ մի բան է խաբել, ինչ-որ մի բան է չի ասել, եւ դրա համար կարող է բորբոքվում եք այստեղ ինչ-որ, հա, որ չեն ասել ձեզ։ Աշխատանքի հետ կապված սա նոր ինչ-որ մի սկսվող աշխատանք է, միգուցե նոր բիզնես է, որը կսկսեք։ Նաեւ ձեր երեխաները կարող են սկսել աշխատել, աշխատանքի վայրը, հա, կարող է ինչ-որ մի բան, օրինակ բիզնեսը կամ ինչ-որ մի բանը եւս ձեզ բորբոքում է, միգուցե ինչ-որ երեխական են վերաբերվում, ձեր աշխատանքին օրինակ, լուրջ չեն վերաբերվում, օրինակ այն պահը, որ դուք ուզում եք ինչ-որ գործ անել, հա, եւ դրա համար կարող բորբոքվեք նաեւ։ Դուք ոչ ոքին մի լսեք, ընդհանրապես մարդը երբ որ գործ է սկսում, պետք է ոչ ոքին բանի տեղ չտնի։ Ոչ ոքին, հա, դա բացառվում է այստեղ։ Նաև դա նոր բիզնես է, որ կցանկանաք սկսել հենց այս շաբաթ, ընդհանրապես լավ ժամանակ է սկսելու համար, կարող եք սկսել նոր գործունեություն է, որ կցանկանաք ծավալել։ Իսկ գումարի հետ կապված այստեղ կարող է եւս էլի բորբոքվածություն կա, որովհետեւ հա էմոցիոնալ եք, միգուցե պետք է ինչ-որ մի բան վճարեք, միգուցե դիմացինն է շատ ծախսեր արել, միգուցե պետք է ծախսեր անեք, բայց գումարը այս պահին չկա, ինչ-որ մի բան է, որ բորբոքվում եք։ Նաև սա վերաբերվում է մայրիկին, մայրիկի հետ կապված ինչ-որ գումարային հարցեր կամ միգուցե իրան է գումար հարկավոր կամ ձեզ եւ այդպես մեկը մյուսին է օգնում աջակցում։ Թաքուն եկամուտներ են, որոնք կունենաք, դե ոչ ոքին չասել կամ բացահայտվում է միգուցե ինչ-որ մեկը բացահայտում է դրա մասին եւ այստեղ դա համար է բորբոքվում, թե իր գործը չէր, այդպես։ Իսկ առողջության հետ կապված սա ինչ-որ մի բան է, որը կիմանաք, օրինակ կարող եք անալիզ հանձնել եւ իմանալ, որ ինչ-որ պատասխաններ կա, թաքուն ոչ մի բան է, որը կարող եք այդ ժամանակ իմանալ։ Միգուցե ինչ-որ անալիզ հանձնելուց հետո, հա, ինչ-որ պահեր կարող եք իմանալ առողջության հետ կապված։ Նաև կարող եք անալիզ հանձնել եւ սա օրինակ փաստաթուղթ է, որը տալիս են ձեզ, որ գնաք օրինակ դեղորայքը գնեք կամ մեկ այլ հարց է, այստեղ կարող է անալիզի պատասխաններն են ձեզ տալիս։ Սա ընդհանրապես թաքուն որևիցե խնդիր է, որ երբ որ մարդը ինչ-որ մի բան է այնպես չէ ձեզ մոտ, ապա դա պետք է անպայման գնաք ստուգվելու։ Ահա աչքաթող մի արեք այդ խնդիրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք առույցներին։ Ինչ է սպասվում առուսներին մարտի 23-ից 29։ Խոչընդոտներ են, որոնք որ պետք է հաղթարեք այս շաբաթ։ Տեսնենք, որ ոլորտում է լինելու այդ խոչընդոտները ձեզ մոտ։ Ինչ է սպասվում անձնական կյանքում։ Անձնական կյանքն է։ Այստեղ ավելի շատ անձնականն է, փորձություններ են, որոնք ձեզ համար խոչընդոտներ են հանդիսանում, պետք է կարողանաք կարգավորել դա։ Սա մանր-մունր խնդիրներ են, որոնք որ առաջացնում է ճակատագիրը ձեզ, որ հասկանա ձեր հարաբերությունների ամրությունը։ Նորմալ է դա, հա, իրար հետ կկարողանաք շարունակել, թե ոչ, այսպես։ Սերը ամուր է ձեր հարաբերություններում, թե ոչ։ Կամ իրար չեք հասկանում, կամ տանն է խնդիր եւ այդտեղ պետք է լուծեք։ Ընտանիքին է, հա, վերաբերվում, տանն է վերաբերվում, ոչ թե անհատապես այսպես
ձեր հարաբերությունների մեկը մյուսի հետ։ Փորձությունը պետք է հաղթահարեք։ Իսկ եթե խոչընդոտը չվերածենք սրան, նաև դա կարող է լինել ճակատագրական հանդիպում, ճակատագրական շփում, ծանոթություն հակառակ սեռի ներկայացուցչի հետ։ Աշխատանքի հետ կապված այստեղ ուղղություն կարող եք ընտրել։ Դե հնարավոր է այստեղ նաև խոչընդոտները աշխատանքին է վերաբերվում եւ դուք ինչ-որ մի որոշում եք կայացնելու այս շաբաթ, այսպես պետք է անեմ կամ այսպես պետք է անեմ։ Ինչ-որ ուղղություն կընտրեք, որը ձեզ համար ավելի լավ կլինի։ Դե եթե բնական է խոչընդոտներ կան, մարդը չի ուզենա, չէ, ընդհանրապես շարունակի այդ աշխատանքը անել։ Միգուցե եւ խոչընդոտներ են եւ ինչ-որ ուղղություն եք ընտրում ինչ-որ հարցին լուծում տալու համար, թե ոնց դա կարող եք լուծել։ Ոմանք կարող են օրինակ այստեղ որոշել, որ վերջ աշխատանքից ազատվում են, վերջ այդ աշխատանքը թողում են, որովհետեւ մշտապես խոչընդոտներ, մշտապես այսպես խնդիրներ են։ Որպես լուսնայինով առույց ես էլ կարող եմ նույն արտահայտությունը անել իմ հետ կապված։ Տեսնում եք, որ այ եւս խոչընդոտներ են եւ եւս ես ուղիներ եմ ընտրում։ Եթե այսպես նայենք կանխատեսումը ընդհանուր, որովհետև դա եւս ինձ էլ է վերաբերվում։ Ես իմ կանխատեսումները չեմ նայում ասցենցենտով, որովհետև այդ մարդիկ են ինձ տեսնում, ինձ չի հետաքրքրում մարդիկ ինձ ինչպես են տեսնում։ Ինձ հետաքրքրում է իմ կյանքը ինչպես է անցնելու եւ էմոցիոնալ ձևով նաեւ ինչպես է անցնելու դա։ Եվ դա կարող է լինել բիզնեսը, կարող է լինել աշխատանք, օրինակ, այս գործով եմ զբաղվելու, այս կամ դուրս եմ գալու աշխատանքից, կամ թողնելու եմ այս բիզնեսը, թողնելու եմ այս ինչ-որ գործողություններ, ինչ-որ անում եմ, կամ այս ձևը ինչ-որ անում եմ, միգուցե ինձ խոչընդոտներ է բերում իմ աշխատանքում կամ բիզնեսում։ Համար ես կփոխեմ այդ ձևը աշխատելու, որ այլևս խոչընդոտներ չլինեն ինձ մոտ։ Այդպես է, մարդը այդպես կմտածի եւ այդ ուղղությունը կընտրեք այս շաբաթվա ընթացքում։ Եվ այստեղ նաև գումարի հետ կապված կամ ժամանակն է մտածել ձեր գումարների մասին, ճիշտ ընտրել, ճիշտ աշխատել, այսինքն ճիշտ կազմակերպել, եթե օրինակ ժամ հատկացնել, որ այդ ժամին պետք է աշխատեք, գումար վաստակեք։ Կարող է ժամը կորում է, անցնում է եւ դուք այդ ժամանական հատվածում գումար չեք վաստակում։ Կարող է պետք է սկսեք ժամը գնահատել, քանի ժամ եք աշխատում, այդքան պետք է ոնց որ գումարի սպասեք կամ գումար վերցնեք ձեր աշխատանքի դիմաց, որովհետև դա կարող է ժամանակ օգտագործում եք, բայց դիմաց այստեղ խոչընդոտներ կան եւ չեք կարողանում հաղթահարել, չեք հասցնում մեկ այլ գործով զբաղվել։ Միգուցե նաեւ սա ոնց որ շատ եք ժամանակ վատնում, օգտագործում ընդհանրապես ձեր կյանքում գումար աշխատելու մեջ եւ օրինակ ընտանիքին բանի տեղ չեք դնում, դրա համար ընդհանուր ոնց որ խոչընդոտներ է առաջանում ձեր հարաբերություններում եւ այդպես է ժամանակի մեջ որ գումար չեք վաստակում կամ գումարին եք ուշադրություն դարձնում, տունն է մնում, այդպես խոչընդոտներ, միգուցե այդպես է գալիս։ Ընդհանրապես ժամանակն է մտածելու եւ ավելի շատ գումար վաստակելու համար նաեւ։ Եվ այստեղ կարող է ինչ-որ պատվեր են օրինակ ձեզ արել եւ պետք է շտապ անեք, օրինակ, եւ որքան շտապ անեք, այնքան ավելի շատ գումար եք պահանջում դրա դիմաց, այդպես։ Իսկ առողջության հետ կապված այստեղ պետք է, եթե ինչ-որ մանր-մունր բաներ են, մի հատ լավ ուսումնասիրեք, աչքաթող մի արեք, ոչ մի բան, անպայման եթե ինչ-որ խնդիր կա, եթե զգում եք, որ այդ խնդիրը այս պահին մանրուք է թվում ձեզ, բայց այդ խնդիրը կարող է նաև առաջ գնալ, զարգանալ, ապա լավ կլինի, որ անմիջապես լուծեք դա։ Ոնց մանր-մունր առողջական խնդիրներ են, կարող եք շաբաթվա ընթացքում, դա մեկ օր մեջքը ցավա, մեկ օր գլուխը, այդպես, ինչ որ խնդիրներ են մանր-մունր։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին մարտի 23-ից 29։
Ընդհանուր ֆոնը դա ուրախ պահերն են, դա նշանակում է առիթ, որ կարող եք ունենալ այս շաբաթ հարսանիք, նշանադրություն եւ այլն, նաեւ դա կարող է լինել որոցը հասարակական միջոցառում, որտեղ կլինեք դուք, հասարակական գործունեություն, որով կզբաղվեք այս շաբաթ, նաեւ կարող է ավելի շատ լինեք սոցհարթակում, սոցցանցերում կամ նման որոշ աշխատանք անեք։ Տեսնենք անձնական կյանքը։ Այստեղ անձնական կյանքը ինչ-որ գաղտնիք կբացահայտվի, միգուցե ընտանիքի հետ է կապված, միգուցե զույգերի միջև, դա գաղտնիքը նաև զույգերի միջև կարող է լինել օրինակ սիրային պահեր այստեղ, կարող է սիրո խոստովանություն է, չգիտեք, որ դիմացինը սիրահարված է ձեզ եւ այլն եւ բացի դա եւս, ավելի բոցավառ հնարավոր է նաեւ գաղտնիք։ Նաև սա ընտանիքի անդամներից մեկը կարող է ցանկանալ սովորել կամ դուք ցանկանաք սովորել, միգուցե նաև ընտանիքի հետ կապված այդ ինչ-որ բան է, թեման, ոնց որ կամ ընտանեկան հոգեբանություն է, կամ ինչ-որ մի բան է, որ մարդը ճիշտ ավելի հասկանա, ճիշտ ընկալի եւ դիմացինին ճիշտ վերաբերվի, այդպես նաև կարող է լինել։ Եթե ոչ, ապա կարող զբաղվում եք երեխայի ընդունելությամբ, երեխային դպրոց տանել այստեղ եւ այլն, ինչ որ պահեր են, որ դպրոցն է լավ, որն է լավ, որ գնա, մանկապարտեզը եւ այլն։ Ընտանիքով կարող եք նստել եւ քննարկել օրինակ երեխաների ուսման հարցը, վճարելու հարցը, այստեղ գումարը վճարելու եւ այլն։ Եվ աշխատանքի հետ կապված ոչ է լուսավոր մի բան է տեղի ունենալու, հնարավոր է այստեղ աշխատանքի վայրում նաև կարող է առիթ է այնտեղ նշում եք, նաև ոմանք ընդունվեն աշխատանքը այստեղ զարգանում է, եթե բիզնեսով եք զբաղվում կամ ինչ-որ մեկի մոտ եք աշխատում, զարգանում է, ձեզ ուրիշ ձև եք արդեն զգում այնտեղ, նաև դա կարող է լինել ուղղակի Եթե բիզնես ունեք, բիզնեսն է ծաղկում, աճում։ Ավելի բիզնես արդեն հասարակական է, ավելի շատ այստեղ հասարակության մեջ։ Ոմանք կարող են աշխատանքից դուրս գալ, օրինակ 1 օր, 2 օր, որպեսզի գնան առիթի։ Կամ ձեզ են այստեղ դիմում, որպեսզի դուք ելույթ ունենաք մարդկանց միջև, ներկայացնեք օրինակ իրենց ինչ-որ մի բան, ինչ-որ որ դուք աշխատում եք։ Գումարի հետ կապված այստեղ երկերեսանի մարդիկ կան, կամ փորձում են ձեզանից գումար վերցնել, խաբել, հետո չվերադարձնել, կամ արդեն իսկ այդ վիճակում եք եւ այստեղ կապիկություն են անում ձեր առջև գումարը տալու հետ կապված։ Նաեւ կարող են ձեզանից գումար վերցնել եւ չվերադարձնել, անընդհատ այսօր վաղն անել։ Դե չեմ կարծում այստեղ նաև դուք եք այդպես, դե եթե դուք եք պարտք, միգուցե ինչ որ մեկին այսօր կամ վաղն անեք օրինակ, դա չի բացառվում։ Դե եթե չկա գումարը, բնականաբար այսօր վաղն է լինում։ Իսկ եթե կա ուղղակի չեն ուզում տան, եւս այսօր վաղն է լինում, դա արդեն նշանակում է խաբեություն։ Բնական է։ Ընդհանրապես պարտքը պետք է տալ, որովհետև դա հավելյալ կարմա է մարդու ուսերին, որ չի թողնում առաջ գնա։ Եվ այդ կարմայի պատճառով կարող է շատ խնդիրների մեջ հայտնվել։ Հստակ հենց այդ պարտքային կարման։ Դե մի տվեք, ոչ մեկին գումար, մի տվեք, որովհետև հետո խնդիրների մեջ կհայտնվեք։ Առողջության հետ կապված այստեղ տղաները պետք է ուշադրություն դարձնեն իրենց սեռական օրգաններին, կանայք իրենց, նաև դա կարող է լինել վարակ, որը ավելի մարդը ունակ կլինի ավելի արագ ընդունելու վարակը, եւ պետք է հորմոններին ուշադրություն դարձնել։
Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին մարտի 23-ից 29։ Ընդհանուր ֆոնը սա խաբեություն է, նաև խորամանկություն։ Միգուցե ձեր հանդեպ են, միգուցե դուք պետք է լինեք մի փոքր ավելի խորամանկ այս շաբաթ։ Նաև ձեր շրջապատում կարող են լինել խաբե բաներ, նոր ծանոթության հետ է կապված, միգուցե մեկ այլ բան տեսնենք ինչ է։ Անձնական կյանքը Դեստեղ ավելի շատ ինձ թվում է ձեր խորամանկությունն է, դուք պետք է լինեք ավելի խորամանկ, ինչ-որ մի բան անելու համար այս շաբաթ։ Այստեղ ընտանեկան անձնական հարաբերությունը ինչ-որ մի բան է, որը ձեր ցանկությամբ է, կկատարվի այն։ Նաև դա կարող է լինել ճակատագրական քայլ, ճակատագրական հանդիպում, նաև քայլ, դե աղվեսի մի թողեք, նաև մտնի ձեր ընտանիք, ձեր հարաբերություններ։ Եթե ինչ-որ մեկ հետ ուզում եք ծանոթանալ, ապա ոնց որ դա ձեզ կընձեռվի այդ հնարավորությունը, որպեսզի ծանոթանաք տվյալ անձնավորության հետ։ Նաև եթե ուզում եք գնալ ձեր երկրորդ կեսի մոտ կամ ինքը գա ձեզ մոտ, այս քարտը եւս ցույց է տալիս, որ էլի այդ հնարավորությունը կունենաք, որպեսզի կամ դուք գնաք իր մոտ, կամ ինքը գա։ Կամ ինքն է, եթե օրինակ ինտերնետով եք ծանոթացել, դրսում էր ապրում, հիմա կարող է գալ, ձեր ցանկությունն էր դա, որ գար ի վերջո, ծանոթանայիք ի վերջո, այդպես։ Այդ կարող է այս շաբաթ տեղի ունենալ դա։ Աշխատանքի հետ կապված այստեղ գործուղում է։ Գործուղում եւ պետք է կարող է դրա համար խորամանկ լինեք, մի քիչ այդ գործուղումից օգուտներ քաղեք։ Միշտ ուղղակի այնպես իրանց համար գնաք գաք։ Եվ նաև պետք է ուշադրություն դարձնել, որ այստեղ իրանք խորամանկություն չանեն, հա, ձեզ ուղարկեն գործուղման եւ հետո չվարցատրեն կամ պետք է պայմանավորվեք ինչ են ընդհանրապես ուզում։ Նաև սա կարող եք մեքենա գնել ձեր գործունեության համար, հստակ բիզնեսի համար նախատեսված առաքման մեքենա, դա կարող է լինել աշխատանքի մեջ։ Սա նաև ճանապարհ է, որ շատ ճանապարհներին կլինեք աշխատանքի բերումով, ձեր աշխատանքի դիմացինի, միգուցե այնպիսի աշխատանք եք գտնում, որ անդադ դրսում պետք է լինեք եւ ճանապարհներին։ Գումարի հետ կապված այստեղ կամ երկրորդ եկամտի աղբյուր կգտնեք ձեզ համար կամ մտածելու եք որն է ճիշտ, որ եկամտի աղբյուրն է ավելի ձեզ հարմար, որն է ձեզ գումար բերում եւ կշարունակեք միայն դա։ Այն ինչը որ գումար չի բերում, դա արդեն այլևս կհանեք, ոնց որ ընտրություն կկատարեք, որն է ավելի ճիշտը ձեզ համար, որն է ավելի եկամտաբեր։ Նաև սա ուղղակի երկու գործ է, մարդը երկու գործ է անում, դրանցով էլ գումար է վաստակում, այսպես։ Մեկնա։ Եվ նաև այստեղ առողջության վերաբերյալ, սա բացարձակապես խնդիր գոյություն չունի, այստեղ ձեզ մոտ առողջական անգամ մի բաներ կարող է հղիություն է սա, ծննդաբերություն է սա, ինչ-որ մի բան է առողջության հետ կապված, կամ ինչ-որ մեկի առողջության հետ է կապված, որ ուրախանում եք, դա ձեզ էլ է փոխանցվում։ Ամենայն դեպս շատ լավ քարտ է, բացարձակապես առողջության մասին մտածել պետք չի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին մարտի 23-ից 29։ Ուրիշ քարտ չկա, էլի այստեղ պետք է ամբողջը դա դուրս գա։
Սա խորամանկություն է, կամ դուք եք խորամանկ լինելու, կամ ձեր հանդեպ կարող խորամանկ լինել։ Կարող նաև խաբեություն է, սա պետք է ուշադրություն դարձնել յուրաքանչյուր մանրուքին այս շաբաթվա ընթացքում։ Տեսնենք մնացած քարտերը ցույց կտա, թե ինչ է ուզում ասել, որտեղ է սա։ Դե մարդու խորամանկությունը լավ է, բայց արդեն որ ձեր հանդեպ են խորամանկ, ձեզ են փորձում խաբել, դա արդեն բնական է, լավ չէ։ Անձնական կյանքը նայեք, այստեղ անձնական կյանքում հնարավոր է դժվարություններ կարող է եւ իրոք այդ խաբեբան է մտնում ձեր անձնական կյանք, կամ ինչ որ մեկի հետ եք ծանոթացել, ով որ իրոք խաբեբա է, ում որ պետք չի վստահել։ Պետք է ուշադիր լինեք։ Սա նաև ճակատագրական պահ է։ Եվս գիտեք, որ ինչ որ մեկին ոնց որ մարդը տեսնում է, հասկանում է, որ այդ մարդը իր համար է, եւ յուրաքանչյուր այդպես խորամանկ քայլ է անում իրեն նվաճելու համար։ Կամ ձեր հանդեպ այդպես կլինեն, կամ դուք դիմացինի հանդեպ։ Ուղղակի այստեղ պետք է հստակ հասկանաք, դիմացինը այդպես ուղղակի խորամանկության է դիմում ձեզ հետ ծանոթանալու համար, թե ուղղակի ուզում է օգտվել, հա, բարիքներից։ Եվ նաև դժվարություններ կամ ընտանիքում, կամ հարաբերություններում, որը պետք է միգուցե խորամանկորեն այդ հարցը լուծեք, այդպես կամ կանացի խորամանկությամբ, կամ տղամարդկանց խորամանկությամբ, միգուցե ինչ որ մի բան է, որ առաջ պետք է չտաք, հա, այսինքն լուծեք այդ հարցը ու վերջացնեք։ Աշխատանքի հետ կապված ովքեր որ սուր գործիքներով են աշխատում, շատ զգույշ եղեք, ուշադիր եղեք։ Իդեպ նման թեմա կա, որ ես շատ էի ուզում ասել, բայց դեռ մտածում եմ արժի ասել, թե ոչ, թե պետք է նայեն ընդամենը 200 հոգի կամ 100 հոգի։ Դե դրա մասին դեռ մտածում եմ, դեռ իմ մեջ է դա, բայց էլի, հա, այսպես օրեր կան այս տարվա մեջ, օրեր չէ, ամիսներ, որոնք շատ վտանգավոր են բոլորիս համար։ Եվ սա նաև կտրուկ քայլ է, կտրուկ աշխատանքի փոփոխություն, կտրուկ հա ինչ որ մի բանի մասին կմտածեք աշխատանքի մեջ, այստեղ կամ ուրիշ ձև սկսեք աշխատել, ուրիշ ձև վարեք բիզնեսը փակեք վերջապես, կամ գումար չի բերում, կամ այդպես կտրուկ քայլ վերջ բիզնես եմ բացում, օրինակ, կամ դե սա նաև ինչ-որ մի բանը հիմքից ջնջել է, ինչ-որ մի բան կարող եք որոշել վերջնականապես այդպես այլևս չանել, հանել ձեր կյանքից, լինի դա աշխատանք, լինի դա աշխատանքի վայրում ինչ-որ մի բան, մեկին, թեկուզ։ Գուցե գործընկեր է։ Տեսնում եք խորամանկություն է անում, խաբեություն է ու եւ հանում եք։ Գումարի հետ կապված այստեղ եւ գումար կստանաք, եւ գումար կծախսեք։ Երկուսն էլ կա, այնպես որ ամեն մեկը մի բան կանի, միգուցե վարկ եք վերցնում, միգուցե աշխատավարձն են բարձրացնում, կամ կողքից եկամուտ է, որը եւս էլի աշխատում եք, գումար եք վաստակում, կամ սա կարող է լինել ժառանգություն, որը ստանում եք, կամ դուք եք ծախսում հստակ որևիցե մի բանի վրա։ Իսկ առողջությունը սա անցյալից եկած խնդիր է։ Մենք գուցե ուշադրություն չեք դարձրել այն ժամանակ, հիմա եւս այն կարող է գլուխ բարձրացնել եւ այնպես անել, որ սկսեք հետևել դրան։ Այն խնդիրն է, որը եղել է եւ իրոք ոչ մի բան չեք արել, կամ կիսատ եք արել, կամ ինչ որ մի բան եք արել, որը եւս հիմա ի հայտ է գալիս, նորից էլի պետք է անեք։ Ինչ որ պահել են սա անցյալի հետ կապված։ Նախկինում դե կարող է բարձի թողի վիճակ եղել։ Բավականին ճակատագրական շաբաթ է դեպ ասեմ ձեզ։ Կարևոր բաներ են տեղի ունենալու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։
Ինչ է սպասվում աղեղնավորներին մարտի 23-ից մինչև 29։ Ինչ է սպասվում աղեղնավորներին մարտի 23-ից մինչև 29։ Տան հետ կապված հարցեր են։ Միգուցե տուն եք վարձով վերցնում, միգուցե տեղափոխվում եք, միգուցե այս շաբաթ որոշել եք վերանորոգում սկսել, ուբոր կա սկսել, հյուրեր կարող եք ընդունել այս շաբաթ, մնան ձեր տանը, դուք գնաք մեկ շաբաթով ինչ-որ մի տեղ եւ այնտեղ մնաք։ Նաեւ տուն եք փնտրում այս շաբաթ։ Տուն է հարկավոր եւ փնտրում եք, գնում եք այս շաբաթ անընդհատ տներ նայելու։ Եկան վաճառք, գնում, սա, հա, տեղափոխություն եւ այլն, յուրաքանչյուր բան կարող է լինել այստեղ տան եւ ընտանիքի անդամների հետ կապված։ Տեսնենք անձնական կյանքը։ Հանեք, այս տան հետ կապված հարցերը ձեզ մոտ ոնց որ թե վերում են նաև առողջության հետ կապված խնդիրներ։ Այսինքն կամ ընտանիքում կա ոչ թե մեկը խնդիր ունեցող իրան եք հետևելու կամ ոնց որ գլխացավանք է դարձել տան հետ կապված խնդիրը։ Հարաբերություններում այստեղ սառնությունը մի փոքր ավելի գործնական կլինեն հարաբերությունները, քան այդպես սիրային, ռոմանտիկ, այնպես որ այս շաբաթ եթե քիչ գրեն ձեզ, քիչ զանգեն, հա, մտածեք, որ դա ինչ-որ մի բանի հետ է կապված, հա, քարտերն են այդպես ասում, դա սառը վերաբերմունք է մեկը մյուսի հանդեպ։ Սա նաև ովքեր որ նոր են ծանոթացել, այս շաբաթը կարող եք ավելի շատ այցելել ռեստորան, հա, նմանատիպ վայրեր։ Նաև սա առիթ է ձեր տանը, հարսանիք է, այդպես պատրաստվում եք այդ հարսանիքին, դա նաև ձեր երկրորդ կեսի կամ ընտանիքի անդամներից ոչ թե մեկի մոտ կարիերայի փոփոխություն է, բարձրացում, որը բնականաբար նաև ազդում է ձեզ վրա, լավ իմաստով է ազդում։ Նաև ընտանիքի անդամներից մեկը կարող է հիվանդանոցում է եւ իրան եք խնամում օրինակ այս մեկ շաբաթը եւ այստեղ ցույց է տալիս, սա եւս ցույց է տալիս, որ կարող է այնտեղ նաև մարդ լինել։ Աշխատանքի հետ կապված այստեղ կամ աշխատանքի վայրն եք մաքրտում, հավաքում, ուղում, ավելորդ բաները հանում, նետում, կամ սա վերաբերվում է նաև վեճ աշխատակիցների միջև, վեճ աշխատանքի հետ կապված են, այդտեղ տնօրենի եւ այլն, իրենց հետ կարող եք լեզու չգտնել եւ վիճել։ Լավ կլինի, որ մաքրեք։ Գումարը սա կամ ծախսում եք երեխաների վրա, կամ երեխաներն են գումար տուն բերելու, սկսելու են, հա, գումար տուն բերել։ Նաև սա նոր սկսվող որևիցե գործողություն է, որը ձեզ սկսում է գումար բերել, այսինքն նոր բիզնես է փոքր, նոր ինչ-որ առաջին վաճառքներն են, կամ նոր աշխատանք է, դեռ ոնց որ նոր առաջին աշխատավարձն եք ստանալու, դեռ այստեղ ամսվա վերջը արդեն նոր ոնց որ կզգաք այդ աշխատավարձի հետաքրքիր պահերը։ Եվ գուցե երեխաների հետ կապված ոչ թե գործունեություն եք անում եւ այդտեղից եք գումար վաստակում։ Երեխա եք օրինակ պահում։ Մի խոսքով այն ինչ որ կապված է երեխայի հետ։ Եվ տունը արդեն ասացի, առողջությունը արդեն ասացի, այստեղ տան անդամներից մեկը կարող է լինել իրոք հիվանդ, որ պետք է խնամել։ Հատուկ ինչ որ կամ դուք եք հիվանդ եւ այս մեկ շաբաթը պետք է անցկացնեք տանը ուղղակի։ Ման չկա անելու եւ պետք է պարկեք, զբաղվեք ձեր առողջությամբ, այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։
Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին մարտի 23-ից 29-ը։ Ընդհանուր ֆոնը սա և հասարակական կյանքն է, որ այս շաբաթ կզբաղվեք, միգուցե ավելի շատ եք ելույթ ունենալու, միգուցե ավելի շատ եք մարդկանց միջև լինելու, միգուցե նաև առիթ է սա, որ կգնաք ծնունդ, կնունք եւ այլն հարսանիք, կամ կարող է ելույթ եք ունենում հասարակության միջև։ Տեսնենք սա ինչ է ցույց տալիս։ Անձնական կյանքը։ Այստեղ հնարավոր է առիթ, հա, ձեր տանը լինի առիթ, կամ ծնունդ լինի եւ այլն եւ այդպես մարդիկ կան։ Այստեղ ոմանք կտեղափոխվեն այս շաբաթ, ոմանք տան մասին են մտածում, կարող եք տունը վերանորոգել, կարգի բերել, մեկ շաբաթ կարող է ինչ-որ մեկը գա ձեր տանը մնա, կամ դուք գնաք իրենց տանը մնաք։ Նաև ու բորկա է, որ ընտանիքով, բոլորով ոնց որ բոլորով եք զբաղվում դրանով, ոչ թե միայն դուք։ Դա արդեն տեղափոխություն է, ինչ-որ պահեր, որոնք որ թարմացնում եք, գարուն է եկել, կամ տուն եք փնտրելու, տան կարիք ունեք եւ տուն եք փնտրելու, ընդհանուր բոլորով։ Աշխատանքի հետ կապված աշխատանքը առաջ եք մղում այդպես լավ լայն լոնքերով, այդպես ոնց որ ձիու նման, այդպես այս տարի ձիու տարի է եւ ձին ինչպես արագ է գնում, դուք եւս այդպես արագ ձեր գործերը առաջ կտանեք այս շաբաթ։ Նաեւ սա գուցե աշխատանքի ընդունելությունը եւ շատ արագ այնտեղի կունենա, զանգարել, կանչել, գնաք, խոսեն, ահա, վաղը արի, այսպես։ Նման ոչ թե արագ գործողություններ են աշխատանքի։ Կամ բիզնեսը, որոշել 1-2, ահա, վերջ, այս բիզնեսով եմ զբաղվում ու շատ արագ անեք այդ գործողությունները։ Թեկուզ օրինակ, սոցցանցերով եմ ինչ-որ բաներ վաճառելու, 1-2 արագ մեկ էլ բացում եք արդեն այդ բիզնեսը, այդ edge-ը, մի խոսքով։ Ամեն ինչը արագ է լինում։ Նաև աշխատանքի հետ կապված, եթե ինչ-որ նորության եք սպասում, ապա այդ նորությունը կլսեք, միգուցե ձեր ռեզյումեն եք տարել, հանձնել եւ հիմա արդեն պատասխան կստանաք։ Նաև աշխատանքի վայրից, եթե թեկուզ աշխատում եք, հա, հենց այնտեղից միևնույնն է ինչ-որ մեկից մի բան կստանաք, նորություն։ Եվ հնարավոր է մեկ շաբաթ ինչ-որ մեկին դաս եք տալիս, ձեր կարիքը կա, որպեսզի դուք ցույց տաք ինչ-որ մեկին, առաջ մղեք, միգուցե դուք չեք աշխատելու այդտեղ եւ ինչ-որ մեկն է աշխատելու ձեր փոխարեն, թեկուզ ժամանակավոր, ինչ պետք է, հա, ցույց տաք իրեն, առաջ տանեք։ Իսկ գումարի հետ կապված այստեղ լաբիրինթ է, ինչ-որ մի խնդիր է, միգուցե խճճվել եք գումարի մեջ, միգուցե խճճվել եք ծախսերի մեջ, միգուցե շատ է ծախսը, շատ է դուրս գնալու եւ այդպես, հա, մտածում եք ինչպես դա դուրս հանեք։ Եվ խոչընդոտներ են, խնդիրներ են, որոնք որ կան, կամ գումարը ստանալու մեջ, կամ իրոք շատ եք վերցրել գումար, կամ սա նաեւ պարտքեր են, որը մարդը շատ է վերցրել եւ հիմա պետք է պարտքերի մասին մտածի եւ փոխանցի այդ պարտքերը, գումարները տա։ Եվ ոնց որ մարդը խճճվում է արդեն եւ չգիտի որն անի, որը թողի, ինչպես անի եւ այլն։ Իսկ առողջության հետ կապված սա որ ասում եմ մատերի արանքով եք նայում ձեր առողջությանը, ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը, որովհետեւ այստեղ ոնց որ մեկ ակնթարթ կարող է առողջությունը հարվածել։ Այն պահը, որը բանի տեղ չեք դնում։
կատակի մի վերածեք յուրաքանչյուր ցավ, յուրաքանչյուր պահ եւ վերկացեք գնացեք բժշկի։ Միշտ ասում են բժշկի գնալը շատ գումար է, սա է, նա է, եւ մարդը չի գնում, հասցնում է ոսկորին, հետո էլ ավելի շատ գումար է հարկավոր այդ խնդիրը լուծելու համար։ Դա համար խնդիրը պետք է սկզբում լուծել արմատապես եւ հանել, որտեղ այստեղ հենց երևում է, որ մեկ ակնթարթ արդեն նա իր մասին ուղղակիորեն ձեզ կհիշեցնի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին մարտի 23-ից 29-ը։ Շատ սեր, 4 կողմից սեր, բոլորից սեր կստանաք, սիրո խոստովանություն, կողակ սիրահարվել, ձեր սիրելիները գան, իրենց տեսնեք, գուցե ձեր երկրորդ կեսն է գալիս այստեղ, ձեր երեխաներն են գալիս, գուցե տղան է գալիս բանակից, եւ առիթ է եւս ուրախանալու համար բնական է։ Ոնց որ սիրտը մարդու լցված է, ուրախ է եւ շատ սեր։ Աշխատանքի վայրում նույնպես։ Գիտեք, եւս պետք է նայել այստեղ, որովհետեւ սերը կարեւոր է, եւ պետք է նայել մնացածը։ Այստեղ ոնց որ թեման սերն է։ Անձնական կյանքը այստեղ ավելի ոնց որ բարձ կդառնա, սերը ուժեղանում է ձեզ մոտ, թե ինչ։ Դե այստեղ սեր պետք է տակ հակառակ սերի ներկայացուցչին, ինքը ձեզ, որովհետև այստեղ հարաբերությունները ավելի սառն են, ավելի գործնական կլինեն, եւ դուք այստեղ իրոք սերը կարեւոր է եւ կմտածեք արդյոք սիրում է թե ոչ, արդյոք հարաբերությունները նորմալ փուլում են թե ոչ, արդյոք չի սառել իմ հանդեպ, միգուցե աշխատանքի մեջ է, միգուցե ինչ զբաղված է, շատ մի բզբզացեք, ուղղակի դուք շատ սեր տվեք, ուրիշ ոչինչ, թող ինքը ձեր կողմից սեր ստանա, մնացած արդեն ինքը հետո կորոշի, եթե սառել է, հետո գերեվա, եթե ոչ, ապա այստեղ ուղղակի մեկ այլ խնդիրներ են, մեկ այլ հարցեր են, որոնց դիմացինը պետք է զբաղվի եւ այդքան էլ ժամանակ ու հավես չկա սիլիբիլիների համար։ Այ աշխատանքում ընկերական մթնոլորտ է, հենց այնտեղից ավելի շատ սեր կստանաք, այնպես որ այստեղ հա եւս ընկերներից սեր, բոլորից սեր այստեղ եւ իրոք սիրո թեման շատ կարեւոր է ձեզ համար։ Դա ընկերական մթնոլորտ կլինի, նաեւ ընկերոջ հետ կարող եք որոշել բիզնես բացել, ձեր ընկերը կարող է գալ ձեզ մոտ աշխատելու եւ դա ձեզ բավականին շատ ուրախացնի, այդպես հավեսով ավելի աշխատեք, տեսակ մենակ եք շրջապատի մեջ, հիմա արդեն ձեր ամենամոտ հարազատն է, կամ ինչ-որ մեկին կգտնեք ձեզ համար հարազատ, կամ ինչ-որ մեկը կարող է գալ ընդունվել աշխատանքի եւ ձեզ համար լինի շատ հարազատ մեկը եւ սկսեք ընկերական այդպես ավելի հավեսով շփվել իրար հետ։ Մեկ կողը նաեւ աշխատանքային ընկերը ձեզ սիրո խոստովանություն է անում, բացում է իր սիրտը ձեր առջեւ։ Եվ գումարի հետ կապված այստեղ գումար եք ստանալու, նաև դուք կարող եք գումար ուղարկել, փոխանցել ինչ-որ մեկին, կամ գումար կստանաք։ Երկուսն էլ այստեղ հնարավոր է, գա եւ գնա։ Նաև այստեղ գումար կարող եք ծախսել տեղափոխության վրա, միգուցե բնականից բնական եք տեղափոխվում, միգուցե մեկ այլ հարց է։ Այստեղ խղիություն, ծննդաբերություն եւս դրա վրա կարող եք գումար ծախսել, կամ ձեր քույրն է եւ այլն, հա, երեխա ունեցել եւ պետք է վճարեք, նվեր տակ, հա, եւ ինչ որ բան եք գնում այստեղ իր համար, երեխայի համար։ Նաեւ սա փոփոխություն կարող է տեղի ունենալ ձեր ֆինանսական վիճակում, այսինքն դա կարող է լինել ավելի լավացում, բնական է, այս քարտը միշտ ավելի լավացում է խոսում, կամ եկամուտների փոփոխություն, աշխատավարձի փոփոխություն, միգուցե փոխում են, բարձրացնում են ձեր աշխատավարձը, փոխվում է աշխատանքը,
ըստ դրա էլ փոխվում են նաև ձեր եկամուտները։ Բայց առողջության հետ կապված այստեղ խնդիրներ կան։ Այս շաբաթ ինչ որ մի բանը ձեզ խոչընդոտ է դարձնելու գործեր անելու համար։ Կարող է մեջքն է, գլուխն է, ինչ որ մի տեղն է, որը խոչընդոտ է հանդիսանում, որ դուք ավելի լավ աշխատեք, ավելի շատ աշխատեք։ Քայլեք, ինչ որ մի խոչընդոտ է այստեղ։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին մարտի 23-ից 29։ Ընդհանուր ֆոնը որևիցե կին է։ Այդ կնոջ հետ եք շատ լինելու։ Միգուցե ձեր մայրն է, միգուցե ձեր քույրն է, միգուցե աշխատակից է, ում հետ այս շաբաթ ավելի շատ կաշխատեք, միգուցե նոր մեկն է, ում սովորեցնում եք եւ իր հետ ավելի շատ կանցկացնեք։ Տնօրենը կարող է լինել, մենեջերը կարող է լինել, ում հետ էլի եւս ոնց որ առիթ կլինի անընդհատ շփվելու, խոսելու։ Պատվիրատու է պատվիրել է եւ եւս էլի անընդհատ ոնց որ իրար հետ կլինեք։ Տեսնենք, գուցե ինչ որ ոլորտում այստեղ երևա ինչ որ մի բան։ Անձնական կյանքը, դա նաեւ անձնական կյանքի համար դա նոր ծանոթություն է տղաների համար, իհարկե հակառակ սեռի ներկայացուցիչի հետ։ Այստեղ ընտանեկան հարաբերություններում ամեն ինչ կարգին է։ Ովքեր նոր են ծանոթացել իրար հետ, կամ նոր կարող ծանոթանալ այս շաբաթ եւ բավականին շատ շփվեք, նամակագրական կապ հաստատեք։ Որևիցե փաստաթուղթ կարող եք ստորագրել, սա կարող է ԶԱԳՍ-ի վկայական է, ամուսնության վկայական է, ինչ որ բան է, որ կարող եք երկուսով ամուսիններով ստորագրել։ Նաև փաստաթուղթ է, որը վերաբերվում է ձեր ընտանիքին, ընտանեկան կյանքին, նաև ընտանիքի բոլոր անդամներին, ինչ որ թուղթ է, որը կարևոր դեր է խաղում ձեր ընտանիքում։ Դա շատ շփում է կամ ընտանիքի ներսում կամ նոր ծանոթություն որպես։ Աշխատանքի հետ կապված, բիզնեսի հետ կապված այստեղ ընտրություն է։ Ընտրության առջև եք կանգնած լինելու։ Միգուցե աշխատանքից ազատվելու, միգուցե երկրորդ եկամտի աղբյուր գտնելու, միգուցե մեկ այլ հարց է այստեղ։ Բիզնես բացելու, չբացելու, այս կնոջը սովորացնեմ, թե ոչ, օրինակ, հա, ամենամինիմալը։ Դե չգիտեմ, էլի բաներ կարող են լինել, որ այստեղ հենց պահին այդ օրինակները չեմ կարող ասել, բայց դուք ձեր օրինակով կարող եք հասկանալ ձեր կյանքի, հա, դիրքով այն կյանքում, որ ապրում եք։ Գումարը այստեղ անցյալից է գալու, նախկին աշխատանքի դիմաց, նախկին պարտքերը, կարող դուք էլ եք մոռացել դրա մասին, ինչ որ մի տեղից գումար կգա։ Կամ սկսեք, օրինակ, հենց այդտեղ կարող եք ընտրություն անել, օրինակ, ինչ որ մի բան նախկինում էիք արել եւ դա ձեզ եկամուտ էր բերում, դա ձեզ գումար էր բերում եւ հիմա եւս կարող եք էլի որոշել անել այդ նույն աշխատանքը, որ այդ էլի ոնց որ այդ եկամուտները ունենաք։ Անեք այն, ինչ որ ձեզ եկամուտ էր բերում նախկինում, եւս հիմա էլի դրանով անեք։ Եվ այդտեղ ընտրություն եք անում, անեք արդյոք դա թե ոչ, թե թողեք։ Իսկ առողջության հետ կապված այստեղ սա վերաբերվում է հորմոններին։ Հորմոններին պետք է ուշադրություն դարձնեք եւ կանայք եւ տղամարդիկ եւ սեռական օրգաններին, վարակները ավելի հեշտ է մտնում մարդու օրգան եւ երբ որ սա են կնում, որովհետեւ ոնց որ թուլանում է սեռական օրգանների հետ կապված ինչ որ process, չգիտեմ ինչ, բայց ոնց որ ավելի շատ է մարդը սկսում վարակ ընդունել իր կյանքում։ Այսքանը ձեզ համար եւ վարակը, գիտեք, ոչ միայն ինտիմ հարաբերություններից է, վարակը նաեւ
ստանում է մարդը ինչ-որ միտեղ հասարակական վայրում զուգանից օգտվելուց։ Եվս այդպես վարակներ են մարդիկ ձեռք բերում։ Դա համար եւս դա հենց նշանակում է, որ պետք է ուշադիր լինել ուղղակի։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Հուսով եմ ասածներս ի վերջո կլինի եւ մենք իրարից գոհ կլինենք եւ սա իմ վերջին կանխատեսումը չի լինի ձեզ համար։